Ես Հալեբին կապված անցմը չէի, ես Հալեբին կփախեի միշտ, շատ չէի սիրել Հալեբը։ Պախուստ կուդայի Հալեբը ինձ նեղացնող էր շատ հարցերով։ Ինչու գահալացեին։ Չէ, հայլացանք չէ, բայց իսլամական էր։ Այսինքն մշակույթ արաբական, մուսլիմանական մշակույթ էր, որ հարկելի է։ Ագարակ որ ռեժիմը, այսինքն ամեն ինչ կներ, որ աданք չի իբր 6 տարի չէի կծածալ։ 2017-ի վերջն էր, որ այցելեցի, ավելի սիրեցի Հալեբը։ Սկսա Հալեբին կապվել։ Մեջս մեծ ցնցում առաջացուց։ Սկսա Հալեբին խղճալ, Հալեբ փնտրել։ Որևէ հայ բանաստեղծ, հայ գրող, ինչքանով լիարժեք կսկային զինք, աս հողին վրա, աս մայթերուն վրա են կալած բաուն։ Մենք խնդիր ունենք լեզվի նախ եւ առաջ, որովհետեւ մանավանդ հիմա այս նոր սերունդը բացարձակապես դեղյակ չեն, ինչսել է արևմտահայերեն, ինչսել է արևմտահայ քրագանություն եւ այլն եւ այլն։ Մենք կարծես վերջին մոյգաններն ենք, ես էլ տունալ այդ։ Չէ, վերջինը Դանիել Վարուժանն էր, մերածը։ Հիմա Երևանի մեջ։ Լոս Անջելես ունեցա այսպես ասած ավելի հանգիստ վիճակ հոգեգան։ Արևմտահայերենի իմաստով, այո։ Այսինքն քաղաք մնե ուր արևմտահայերենը գաբրի ավելի ապրող է։ Սպիրկայությունը նաեւ գարձես ասանք ինքն իր վրա կխնդա այն իմաստով որ գիտե որ օրինակ եթե դբրոց ունենար Երևանի մեջ արևմտահայերեն թեկումով ավելի լեզուն ասանք նոր արոմատ նոր փույր կստանար բայց բամը չրին այդ իմաստով ավելի շատ սպիրկահայերու ջաշարաններ կան կամ թե արևմտահայերեն դբրոցներ արևմտահայերենի հետ վերապերմունքը արևելահայերին հայաստանցին մանավանդ դարբեր էր նույնիսկ 70-ական 80-ական եւ անկախության մեջ պետք է շեշտել ավելի կսիրեին այնադեն ավելի կսիրեին այսին դուրսեն գոքան ավելի արևմտահայերեն ավելի էլիտար լեզու էր ավելի քաշողական ուժ ուներ որ ասնոր սերունդը Հայաստանի մեջ ասծոպության երբ որ տարվեցավ եւ կապիտալիզմը մտավ Հայաստան եւ իրենք շփացան արևմտահայերենի ալկամահարանք ավելի վերածվեցավ իբր բարբարային իմաստով արի սպիրկայ գրող ես քեզի համար եղիր գրող քեզմով մեկը հետաքրքրված է ուզես մերիր ուզես մի գրեր ուզես գրե ոչ մեկ փոխություն ես ադը զգացում ունիմ լքված է սպիրկայ գրականությունը լքված է ընդհանրապես սպիրկայից $1 չի նվիրել Հայաստան այսինքն հեղափոխությունը ցախողած է Հայաստանի մեջ հեղափոխությունը սպիրկի համար ցախողած է որտեղ հեղափոխությունը բարդության է դառնչվեցավ գավեցին եթե բادرազմ չլար հեղափոխությունը գահաճող էր այսօր ինչ է ուզածը ի վերջո բարոն եթե հարց տան ես չեմ պատասխան չունեմ սակո ես չեմ սպիրկի եզորացումն ալ բան չի փոխեր հարցը ես ադիգա դիտեմ որ մեզ համար հիմնականը պետք է լա Հայաստանի եզորացում Հայաստանի եզորացումն շատ երկար ժամանակ կուզե իրաբաշ պետք է լա պետք է Թուրքիան դգարանա եւ Հայաստանը կոնե 30 տարի զորանա եկեք անգերց խոսենք Եկեք անգերց խոսենք այսօր հյուրս Հալեբահայ գրող բանաստեղծ Դիկրան Կապոյանն է Դիկրանի հետ խոսեցանք անշուշտ իր ծննդավայրի մասին քրագանության մասին արևելահայ արևմտահայ Բախումներ չսեմ ալիքներում մասին Երևանի մասին ամերիկյան նոր աշխարհի մասին արևմտահայ քրագանության նոր զարգումի մասին Լոս Անջելես եւ այս բոլորը Դիկրանին հետ կացինք անգերց խոսենք Բարի եկած ես Դիկրան Դիկրան մենք կգարձենք որ Երևանը Հայաստանը մեր վերջնական գայանն է մանավանդ Թունաս վերջին 10 տարվա ընթացքին շատ շրջակայեցար Հալեբ, Դուբայ, Բեյրութ հասար մինչև Լոս Անջելես բայց ինչ որ Երևանի հետ գաբը չի գործվեցավ ինչ է քեզ համար այս քաղաքը Գրնալալ մեր գաբը քիչ յուրահատուկ է քանի քրագանությամբ կսպավինք դիմեզի ավելիալ կապ կստեղծե կամ յուրահատկություն մգուտա մեր գաբին ես կարծեմ մշակույթն է ավելի կապողը մշակութային կյանքը քրագանությունը շուշտ քրագան գործունեությունը եւ վերջին շրջան լրատվությունն է շուշտ Բայց ինչքանով ընդունված է այսօր արևմտահայ գրողը լալ Հայաստանի մեջ Այո, մենք ասի մեր բաներն է, չէ, խնդիրներն է Տունա ունի շատ խնդիրը, ես ունիմ բոլորս ունիմ Ես լրագրության մեջ այդ խնդիրը գարձես լուծած եմ, բայց քու բարակայիդ կամ որևէ հայ բանաստեղծ, հայ գրող Ինչքանով լիարժեք կսկային զինք աս հողին վրա, աս մայթերուն վրա են կալած բաուն, ինչ են խնդիրները քու գարձիկովդ Խնդիրները սելով եթե մենք խնդիր ունենք լեզվի նախ եւ առաջ որովհետեւ
լեզուն մանավանդ հիմա այս նոր սերունդը բացարձակապես ընդհանրապես եթե չընտարացնեմ դերյակ չեն ինչսել է արևմտահայերեն, ինչսել է արևմտահայ քրագանություն եւ այլն մենք կարծես վերջին մոյգաններն ենք ես ալտունալ չէ վերջինը Դանիել Վարուժանն էր որ մերած է հիմա Երևանի մեջ այս արևմտահայերեն գա շարժումը գսկաս երբեմն արժևորված լավ գսկաս տուն քեզի բանաստեղծությունը դեպի քրես բանաստեղծությունը ինք միջավայր պետք ունի այսպես կամ այս լեզուն սնանիչ բաներ ունի լեզուն իր անջրբեդ ունի չունենք մենք ադարճբեդ անհամար մեր չանկերը կամ ջիքը կամ այսպես ասած տակնապները ավելի սաստկանան գրտնագի գլան թե պեղումի իմաստով տեսական է որովհետև չունենք միջավայրը մենք ենք իրար հետ կխոսենք եւ կփորձենք այստեղիններուն հետ արևմտահայերեն խոսել դեռ համառություն ունենք ագարակ չընդունվիր միաժամանակ ստեղծագործական կորսն հալատ երկկողմանի փեր է այսինքն թե լեզվի իմաստով տուն արմատներ չունիս թե ալ ստեղծագործական իմաստով այդ լեզվով պիտի ստեղծագործես որովհետև քեզ համար աջելի է արմատները տեն ինքնությունը թե չես կնար մեկ կողմ տնել այդ լեզուն ոչ մեկ ցևով Լոս Անջելես ունեցա ավելի այսպես ասած ավելի հանգիստ վիճակ հոգեգան արևմտահայերենի իմաստով այո այսինքն քաղաք մնե ուր արևմտահայերենը գաբրի ավելի ապրող է իմ շփումներս եւ անշուշտ մշակութային կորզունությամբ գապ չունի քաղաքը անգլիախոս է կամ անգլիախոս չէ ուրիշ լեվել օքեյ բանական այո եւ անգերային վիճակ է Երևան չի գա շատ այդ վիճակը ինչքան փորձեցին քեզ եւ տունը ստեղծել ամեստապար մի քանի բանաստեղծական երեգոներն էլ եւ գետրոններ եւ այլն գետրոններ այո բայց ընդհանուր ընկալումը չի բայց ինչ կգարձես սպիրկայությունը նաեւ գարձես ասանք ինքն իր վրա գխնտա այն իմաստով որ գիտե որ օրինակ եթե դբրոցը ունենար Երևանի մեջ արևմտահայերեն թեկումով ավելի լեզուն ասանք նոր արոմատը նոր փույրը կստանար բայց բամը չերին այդ իմաստով ավելի շատ սպիրկահայերու ջաշարաններ կան կամ թե սպիրկահայ դբրոցներ կամ արևմտահայերեն դբրոցներ եւ այդ ջաշարաններում մեջ ինչ որտեղ գհնչե չէ այդ լեզուն ասենք որևէ ջաշարան որ երտաս ագանչիտ ավելի հասանելի է արևմտահայերենը, որովհետև հաջախորդները արևմտահայերեն։ Մենք զադողություն չենք տներ խորքի մեջ, բայց մեզի համար ուրախություն կլար, եթե ասենք արևմտահայերեն թեկումով դբրոցը լար եւ մենք շաբաթ անգամ մայցել էինք, շփում ունենայինք, անգերց զրույց ունենայինք աշակերտներուն հետ, որպես գրողներ։ Այդ բերգրանքը չեն գաբրիր եւ գարձես մենք ճիշտ է ես եւ տուն գրողներու միության անդամ ենք բայց ինչ կնենք այդ առումով եւ ինչքանով այդ գարույցը քրագանությունը կքրգե չի քրգեր չէ բամը չի դար մեզի իմ ասածս արարգայական քիրքի դբակրելու մասին չէ խոսքը նաեւ միջավայրը ուր է այսօր առաջ միջավայր մգար չէ քրողներու առաջ կերտայինք որևէ սրճարան գանտիբեինք ասինչ գրողին անինչ գրողին գզրուցեինք հիմա Քրողները գարձես ամեն մեկը սպաղած է երգյանքով եւ հասարակած հանդիպման վայր մնալ չի գա։ Համաձայն ես այդպես ինքը միջազգային քրագանության այսպես ասած ուղեկիցն է փոխվեցավ ամենտեղ քրագանությունը չունի այդ հոլովութային կամ առօրյական արժեքապանություն ինչպես որ կար ամենտեղ նույն հալապական աշխարհի մեջ է չի գա այդ կաֆեները հիմա այդ շարժը Բեյրութ չի գա օրինակ չեմ դեռ ավելի քիչ առաջվա 70-ական 80-ականներում շատ ուրիշ էր ինտերնետը շատ բան փոխեց բաց աշխարհը ես աստարը գսիրեմ այսինքն այդպես մի չէ որ դժկո եմ ես անցյալ տարում չարենց մարենց գսեին լուսավոր տար ինչ լուսավոր տար հիմա թողքան նայն ինչ տարի մեջ ենք մենք սարսպես հորտուն տարի շատ բաց տարի մագարտակը բարձացեր է մարդկությունը անպատճառ մշակութային ուրիշ լեվելի վրա է մարդկությունը լեզվալ իմաստով բարձացած է ամեն ինչը բայց ադի անշուշտ իր բացասական գոմերը որ շփումը թեթևցեր է այդ կողմնակություն չկա որ արդ հավաքվելով հոգեգան այդ ոգեղեն կապը ստեղծվի կամ կողմնակությունը սկացվի բայց ուրիշ բան մը գիտես ինչ է
արևմտահայերենի հետ վերաբերմունքը արևելահայերին հայաստանցին մանավանդ դարբեր էր նույնիսկ 70-ական 80-ական եւ անկախության վերջ պետք է շեշտել ավելի կսիրեին այնադեն ավելի կսիրեին այսին դուրսենք ու կան ավելի արևմտահայերեն ավելի էլիտար լեզու էր ավելի քաշողական ուժ ուներ որ ասնոր սերունդը Հայաստանի մեջ աստծոպության երբ որ տարվեցավ եւ կապիտալիզմը մտավ Հայաստան եւ իրենք պետք է անգերձ լակ չէ շփացան արևմտահայերենի ալկամահարանք ավելի վերածվեցավ իբր բան լեզու պարպարային իմաստով արին բադի մեր թիրքերը կնախնդրեն որ անգլերենով շփվիլ ժամանակին ռուսերենն էր իմանք որև անգլերենը իրենց համար շուգաներ կպանագոր եւ իրենց հոգն է օրինակ գրողը երիտասարդ գրողը արևմտահայերեն դպվի Եվ who cares այո հաջուկի աղբյուր չի մնաց առաջ արևմտահայերեն հաջուկի աղբյուր էր արևելահայերում ինչ հաջուկ օքեգան մշակույթը հիմա ինչով ջինսով ինչ այսինքն արևմտահայ գրողները ջինս կհակվեին չէ լեզուն ընդհանուր լեզուն ուրիշ եւ արևմտահայերենը բադուանը կպանալ մոդեռնիզմին ավելի քան արևելահայերենը հա որովհետեւ գաբը ինչով ագոպոշականով վայոշականով նույնիսկ հիմա գավանա Գրիգոր Բլեդյանը գործե բաներ մնել, չէ՞, ու կա ոստեղ տասա իր շրջաբադում։ Այո, ստեղծեց եւ գնախնդրեք որ Երևանը կան ուրիշ մայրաքաղաքներ՝ ի դարբերություն անցյալի։ Ահա, բացառությունն է Բլեդյանը։ Ահա, քիչ Մակնշանյանը ու կա տասախոսություններ։ Բայց ըստ երևույթին այդ մարտիկը որ ասենք Սպիրկի Կրագանտյան բաբաներն են, վային է զուգահեռապար, իրենք ավելի Երևանի շուգա բառը չսեմ Երևանի միջավայրը գնախնդրեն որ։ Այսինքն թեպի Սպիրկ Օրինակ առաջ ես կհիշեի գարտային, գիտես, ինչ թվականին 75-ին Քարնիկ Ատտարյան այցելեց Լոս Անջելեսի հայկական դպրոցը, Գամկու քաղաքետ Թորոս Տորանյան այցելեց Ավստրալիա։ Հիմա իրարմով հետաքրքրված չենք, ասի ինչ է դու սպիրկայ գրող, ես քեզ համար եղիր գրող։ Քեզմով մեկը հետաքրքրված է, ուզես մերիր, ուզես մի գրեր, ուզես գրե, ոչ մեկ փոփոխություն։ Ես այդ զգացումը ունիմ, լքված է սպիրկայ քրագանությունը, լքված է ընդհանրապես։ Սպիրկայ քրագանությունը կամ արևմտայ քրագանությունը իր շրջանակը ուներ, բայց սպիրկը չէ որ ուրիշ սևի թիմակից ստացավ հիմա։ Ոս գլոբալիզացիան վերջաշ։ Ինչ է թիմակից։ Այսինքն չի գա ավակական դեմը որ մարտիկ նստին օրինակ հանդիսատես պետք ունի ամեն մեկ ի վերջո։ Հիմա ասենք Բլեդյանը ու կա գործ խոսություն գարտա չէ որ ամերիկյան համալսարան ուր է այդ համալսարանը սպիրկի մեջ որ ինքը գրնա միշտ շապատորի։ Այգազյան օրինակ ինչու չէր տար Բեյրութ միակ բացառություն է Լոս Անջելեսը գամարեմ։ Միակ դեղը որ քիչը միջավայրը ես անհանգստացի որ միջավայրը նայն Լոս Անջելեսի քրոները բնարար Վիկեն Օվսեփյանը ու կա այստեղ Կիրկեր գրադարագի կներգացնե բայց Լոս Անջելեսը ինքն ռիթմը ունի եթե այսինքն մտնես այդ ռիթմի մեջ բայց թեր այդ հին սերունդի ներկայացուցիչները իրենց մոդեցումը ժողովրդին հետ հանդիսատեսին հետ ունգտրողին հետ կամ ընթերցողին հետ կուզեն այդ գաբը բահել ամիջական որը չի մնաց հիմա, որը ուրիշ ծև ստացավ։ Եկեք անգերց խոսենք։ Դիկրան գասկնամ աս Լոս Անջելեսի բանը ինձ համար ալ երբեմն հաջող մանավանդ անցյալին այսպես հույս մներ, որովհետև գիշեմ գրադարակվեր բաց նամակ անունով տերտմը, միջավայր մգար գրողներու, բայց անցյալ օրը մեկը հարցատրումը դված էր, ուր է Ամերիկայի մեջ հայ գրող մոչի զնա, որ մենք ասենք ասի ամերիկացին ասի ամուլ է ինչ որ զավակ բերելու խնդիր կա ասին նոր գրողներ չեն ծնիր հայության մեջ արևմտահայերեն ստեղծած անշուշտ ինչ է բաժարը ինչ է քախնիկը որ առաջ գար հիմա չի գա առաջ հալեբա գար չէ անշուշտ ծեր սերունդ օրինակ կամ անգե առաջ ալ միշտ եղած են պայլադագումներ բայց հիմա գարձես Ինչ է բաժարը, այսին բոլորը գսեն որ մենք քրագանություն եւ քրագանությունը բամն է որ այսին ծաղիկը չէ որ չրես ծաղիկը մեծնա եւ դու ուրախանաս քրագանությունը մեջ է պիտի կա եւ բռնասպոսիկ պիտի չլա դերս միջավայրն ալ չոքներ կամ չեմ գիտեր դու ինչ շոշափեցիր ինչու ամերիկայի մեջ այդ խնդիրը կա կամ ֆրանսիայի մեջ 300,000 հայ կա մեկ հատ երդասարդ գրող լսած ես անունը Մեկ հատ։ Հիմա ես քրոներու որոնումի մեջ չէի, ես մտնոլորդի մասին խոսա, մի քանի տեղ, այսինքն հաջելի էր շարժը Լոս Անջելես։ Թուրեգան էր քեզ, լավը սկսել։ Բայց այո, նոր սերունդի իմաստով չի գա։ Կարծեմ Բեյրութա չի գա։ Ալեպ արդեն
ցավոք Ալեբ կամած կարդեսեն գելլե գոր հայության համար։ Ասան գսես կեզիգը կնատադեն վաղը, ինչպես մայր կաղուտը չէ, Ալեբը։ Մայր կաղուտն է, այո, բայց մարդ կանակ չի մնաց, խնդիր է, կանակն ալ խնդիր է։ Հետո մենք Նոսրացումի խնդիր ունենք ամենտեղ։ Հայությունը այդ շարժին չեն պիտի գա։ Արևելայերը սիրեն ասպարը դեգրադացում։ Արևելայը եւ արևմտայի խնդիրը, ասի Հայաստանը, որտեղ համայական պետություն չի վերածվելու խնդիրը մնաց եղավ արևելային։ Մենք բացառություն ենք, ադալ քեզ ասեմ, այսինքն քիչ առաջ շեշտը դրինք, որ արևմտայերեն այսպես մենք արևմտայերենի քարոզիչ մոհիկան կամ ռավիրան ենք, որտեղ առաքելություն, բայց մեգում հոգը չէ, որտեղ Հայաստանը արևելահայուն երկիրը կամարվի։ Մինչև մադե տուն ասիրանցիալով եւ հավնեցած միտքը որ սովետականի տոտապումը դեռ նորից նոր գդարյալ է քաղաքականության միջոցով։ Արևելահայը ես չեմ սիրել զատորոշել, ես այնքանս ուզած եմ հայաստանցի ներկայացնել, բայց չլարգոր։ Ասկան դարվա փորձառուտեն։ Փորձառուտեն եք, նա չլարգոր։ Հիմա վիրավորական բիթվի կամ ոչ Շատեր գրնան նեղվիլ կես։ Շատեր գրնան նեղվիլ, այո, որ ինչու համար մեկ ենք, չէ, մեկ չենք, տարբերություններ կան։ Պատկացուր YouTube-ի մեջ նույնիսկ մեր լսարանները տարբեր են։ Արևմտայի լսարանը ունի իր հետևորդները, որոնք չեն երթար, որոնք հաջող կերտան արևելահայ լսարանի մոտ, բայց արևելահայը չի կար արևմտայերեն մոտ։ Մենք մեկ չենք, որովհետև եթե մեկը լայնք Իսրայելի պես պետություն ունենանք, ցևոմը Այսպես կամես հադուգենտ մարտիկ եկան ճշտոնը ստացան։ Ինչն է որ գերացնե մեզի դիկրան իրար մե։ Որովհետև այլևս Երևանի մեջ սև հակնելու երևույթն ալ քիչ ցավ, հակու գաբը փոխվեցավ, այսին առաջված հոմո սովետի շեշտված ռիթմերը չի կան, չէ՞։ Հիմա Ապովյանով եթե գալես քույները վար են, մարտիկ դարբեր մշակույթներ գխարն, բայց դեռ կարծես թե մենք չի գրցանք իրար կդնել։ Ես իմ ամենս կարծիքովս ամեն չարիքի մեջ բարիք կա, բարդությունը բարիք մնալ պերավադի մաստով, որ քիչ մցնցեց ժողովրդին, որ այդ սովետիզմը նույն ռուսականությունն է, այսպես կամենպես, այսինքն ռուսերը թուրեն ելան բադոանեն մտան եւ թեր իրենց է Հայաստանը։ Մենք ինչու խորտենք, ինչու չենք միացուլվել կամ ընտելանալ կամ որովհետև մենք ռուսական մշակույթով չենք մերված, ոչ այլ մեզի համար մեծ նշանակություն ունի եւ ռուսական մշակույթը մշակույթը ռուսականեն հերոյեր դիկրան հետաքրական է, չէ՞։ Նույն at ֆտուեի օրերուն գիշեմ նկարները տեսած եմ։ Ատուն գաբեցի ռեժիմին է, ռեժիմի մասով բայց մշակույթը բարակային օրակ ռուսականի նախորժելու, ռուսականի մեջ բրգուճումը տեսնելու, ռուսական տրոշակը տեսնելու, գիտես, այդ բանը կար, այդ ասեցության կոդին կար։ Անհատական անձնական ընտրանքներ կային, որ մեկը գսիրե ֆուտբոլի խումբերու պես, բայց ընդհանուր ադի մեր մշակութապանական կամ ինքնության չէր աստած։ Չէր աստած, արևմտահայության, այսպես մայր քաղուտներ եւ բահած էին, արմատները, որ իրենց ուղղությունը առնվազն ոչ սովետական է։ Իրենց ուղղությունը հակատրկական էր, այսպես ասենք։ Բայց հակառակ անոր մենք թուրքական մշակույթը մեզ համար ավելի ընկալելի էր, քան թե հայաստանցիներուն համար, որովհետեւ թուրքերեն խոսող ենք։ Պապասալ, մուսեր, գիտեին Թուրքի օկուպանտիոն ամեն ինչ։ Այլ քաղաքական խնդիրներ կային անշուշտ, բանջարական եւ այլն։ Բայց ինչու համար այս համահայկական պետության չի վերածվելու փաստը գա։ Եվ այդ փաստը ես կարծեցի, որ այո, բարիկները մեկն էր բարդության, որ ցնցում ապրեցան, հիմա գսկամ վերապերմունքը ոչ թե լեսբիան թեպ, արևմտայական թեպ կամ որևէ մեկու անթեպ փոխվեցավ այս դեղացի ժողովրդին, որ բացվածություն ստեղծվեցավ, դա կարևոր է, որովհետև կարծեին, որ մենք կոց մնալով պիտի հաղթենք, պիտի պահենք այդ հողերը եւ որը ադիմում մի ֆեր էր։ Այդ մեկը չի իրականացավ եւ վստահ էր, այսինքն ոչ թե ես մեծ հայտնադես էի, այս ամբերը, այս անձրևը պիտի բերեր, մենք չենք կրնար հաղթել այս կարողություններով, այս դիրքով, այս մտածելակերպով, այս գործելավոճով, չէ՞։ Չէ, բայց հիմա մեկում եթե խոսիս գսե ոչ, հայ ոգին չի բարդվեցավ։ Ինչպես մեկնաբանել։ Միֆ է, այդ ինչպես։ Նույն հայ ոգին գսեմ Բերլին ազատագրեց եւ այլն։ Մենք 21-րդ դար ենք 2025-ը բաց աշխարհը շատ։ Մեկ կոճակով հայտնի ես ով ես ինչ ես։ Դիզաղելի է, չէ՞։ Հետո
Ձիծաղելի է մեղմ ասած։ Գիտես, այս օրերուն դիկրան շատ կնարգվեցավ Հալեբի մեջ առնված պատկերը, ուր հայ արևդրականներ կացին այցելեցին Թուրքիոյի բադոսարան եւ ես կգնգալեի որ սպիրկի մեջ ավելի մեծ քրոհը լա այսպես որ ինչ կնեք կոր տավաջաններ թուրքին մերեք մի երտակ բայց գարձես թե մեր հանրությունն էլ սկսած է փոխվել որովհետեւ ան մարտը որ կանադա գաբրի գոր այո գնեղանա գոր բայց ինքզինքին ճուզեր գոր իրավունք դալ այդ մարտիկը օնեն եւ Թուրքիան բավական աստեցիկ թերմը սկսած է ունենալ Սուրիո մեջ Տուն ինչպես կդիտես աս հագասական պատկերը հայմը որ Թուրքիո հիվադոսարան եւ այլն հիվադոսին հետ նկարվել միասին նույն ջաշը գիսել եւ խոսի ծրագիրներու մասին չեմ դեր ինչ ինչպես կմեն նախորդ երևալ բայց ես պետք է այդտեղ լայ որ կնահատեի երևի բայց ինչպես որ պատմեն այլևս Հալեբը թուրքական նահանգի կվերածվի որ կամաց այսինքն իրենք ողողած են ամեն Ադի քեզի կվախցնե օրինակ Շատ չի վախցներ, բայց մտահոգություններ կան, բայց այսինքն ցեղասպանվել եւ այլն, չէ, շատ չի վախցներ, որովհետեւ բիդիկիտնաս, այսինքն մարտս ի վերջո ընկերային էակ է, չէ, մարդուս հիմնական առաքելությունը, ասկային պատկանելությունը հարկելով, մենք այդ դասյարակության մեջ մեծը, բայց մենք չսեմ սխալ չափազանցյալ բան մգար մեր Տաստիարակության մեջ սրբականացուցած ենք ամեն ինչ, սրբատասած ենք, հետո հաստատություններ այդ սրբատասումին հավասար հագաստեությամբ շատ ավելի մեծ կոտրված կսկե, չէ՞, ինչու պիտի սրբատացնեինք ամեն ինչ, ինչու հատկան պիտի ոչրացնեինք, որ մենք պետք է վրեժ լուծենք, պետք է, եւ ֆորտուն վրեժի սկացումով կամ այսպես մարտատրանքով գմեզնաս, հետո չես լուծեր այդ վրեժը Այլևս ամեն մեկ քայլ այդ վրեժեն հետ ընթացով շիզոֆրենիկ վիճակներ ուտանի քեզի, չէ՞։ Բայց իրականությունը է, այս Հայաստանը ասկարդեսով գրնար թիմանալ առանց Թուրքիո հետ լեզու գտնելու։ Չէր գրնար։ Երբ որ մենք ալ Հայաստանի բաժին դարձանք անկախութենեն վերջ այսպես կամ սպյուրքը։ Նորմալիրաբաշ պետք է լար Թուրքիո հետ պետք է լեզու գտնել։ Փախուշ չի գա, այսինքն մեկ առավել մեկ հավասարը երկու։ Սպիրկը հագարակը գրավ ճիշտ Հայաստանի մեջ, այսին այդ մշակույթը որ դրոշակ այրել եւ այլն։ Ես կհասկնամ, բայց ադիգա որոշ փուլը պետք է լա մեր ժողովրդի կյանքի մեջ։ Մենք անգե անտին պետք է նայենք։ Մենք ադիգա չերինք սպիրկը այրը բերին։ Եթե Երևանի մեջ երբ դրոշակ այրած են։ Այո։ Անգերց խոսենք։ Արդյոք այդ քու մոդեցումդ նաև Հայաստանեն բանեղար, այսին դեսար որ թուրքը եւ ռուսը նույն մագարտակի վրա են, ընդհանրակը ռուսը ավելի վատ բաներ հրավ մեզ։ Ռուսը ավելի վատ բաներ հրավ եւ ռուսը տակնված ծևով հրավ, դա ավելի վիրավորական է։ Քոնե թուրքը Այսինքն մենք 90 տարի է չենք խոսիր թուրքերուն հետ, չենք փորձած եւ գվախնանք։ Փորձեր ենք մեկ երկու ասանք գվախնանք, բայց խորկային բանով եւ գադենք։ Այսինքն վախկա մեր մեջ, դեր վախկա գարակ։ Երբ որ խոսիս կպարատվի կիշմատ վախը։ Հա, պետք է ես կգարձեմ մենք պետք է ավելի բաց լանք աս հարաբերության եւ պատրաստ լանք, որովհետեւ ինչպես դու նսիր, մենք ճակատագրական ժամանակ մնե որ Տեսնենք թե ինչքան մինակ ենք այս բայկարի մեջ։ Եթե բայկար բարը գրնանք տնել։ Հիմա գամա թե ագամա պատերազմը սպիրկայում վրան աստեց։ Ինչքան ալ հիմա այդ լոզունգներու եթե բաբտած են պետք չէ, բայց որևէ մեր անձնական զրույցներու մեջ գիտենք որ մենք չենք կրնար աս ներկա բանակաշինությունը Փանակ ունենալը գտակ չէ, լուրջ շատ լուրջ գործ է։ Այսօրվա դվյալները։ Այսօրվա դվյալներով մանավանդ ոչ թե 19-ով մենք 80-ականների զենքերով գրվեց։ Եվ մեր հանրությունը քիչմը այդ ռոմանտիկ վիճակներում մեջ է, որ ոգեր բարոյականը մորալը եթե բարձր է մոսինով գրնանք մոսին հրացան փողոցային եթե մի քանի հոգի ապտակած ես կրնաս ազատագրել չեմ գիտեր կամ bodybuilder ես ուրեմն կրնաս թեմ տնել թիմագայել իսրայելյան բանակը կամ կանադական բանակը ես ֆեմինիզմի հետ եմ գրնալալ կարորտը գինեն աղջիկ են ֆիզիկապես դարբերություն չեմ տներ ես բայց եթե ֆիզիկական չափանիշով բիտնայես իրենք շատ ուժեղ չեն բայց դες իսրայելյան բանակը ուր է կանադական բանակը իր անցած խաղաղական ամբողջ
դեսա է, ստացի դեսա, շատ արգելի է։ Անհամար ուրիշ չափանիշներ են։ Երբ որ բանակ չունիս, երբ որ եւ քեզի բարդատրել են, նույն բանը ինչու ալեբի մակ գրտնվի, որտեվ եկավ Թուրքիան քուտուրը հասավ։ Եթե բիճի խոսիս հետ ինչ պիտնես լավ։ Ելես գրագես ինչով կամ։ Պիտի խոսիս չէ, պիտի հասկացվիս, որ Կոյադևես եւ մենք ամեն իսկ գիտենք որ մենք ցեղասպանության առաջ ապրած ենք դեռնին երկար շրջան եւ հարկված ենք գադիգա գուզենք որ հերկել գազես գուզենք որ 700 դարին իրես սելեկտիվ է գալիս ասբդուղը չէ եղած բամը չէ եղած մեկ անգամ եղած ճարտած են մեզի արդար չէ եթե Թուրքիան ընդունի Հայաստան ասահմաններով եւ կոնե միջին ասում մոդուսվի բամը կա սանք Ջանչնալու բամը գա Թուրքիո գողմի, այսպես ասկոյությունը ինձի թող չի վտանգ ներկայացնե, թող չի մենք շունչ կքաշենք, թող չի կորձակցի տշնամիներուս հետ կամ բայց ասիգա ինչպես բացադրենք մեր սպիրկահայ եղբայրներուն հիմա մեզի ավիտ կննատադեն հետո փաստային որ պիտի կրենալ թող կրեն մեկնա որ ասում թուրքեն գռնանք շատ թյուրավ ես եւ դու հիմա նստիլ Թուրքիո հայոյել Էրդողան հայոյել եմ ասում բամը որ հրած են գասին անցյալ կոլերուն ահավոր ցևով ադելություն գա բաց աշխարհը գռնա թարգմանվիլ եւ տրենդ դառնալ եւ իշնել լավ ինչ կշահենք պատկերացուր բայց մարդ բանական չէ որ էյակ է ինչ կարաչարգ ես սպիրկը ինչպես պետք է մոդենա ինչպես պետք է հաշտվի ասվիճակին ասի մենք չենք կրնար ամենում պերելոս ասենք որ նայեցեք հոս աբրեցեք մենք վտանգված ենք աս կողմեն Թուրքիան է կողմեն Ալիևն է մյուս կողմը Վրաստանն է որ մե չեմ գիտեր շահ ունինք չունինք հստակ չէ Իրաննալ մեզի գխապե ագարակ որ Իրանը շատ չի քանի անգամ լսած եմ որ Իրանը մեր նոր տաշնագիցն է չեմ գիտեր Իրանը ամեն ինչ լավ որ Ադրբեջանը շատ հեշտությամբ ուզած դեղը մտնե այդ Քարվաջարի կողմեն եւ այլն ինչ հրավ Իրանը նոթր երկիր է ասած բայց աս բոլորը ինչպես բացադրենք սպիրկի մեր եղբայրներուն որ մեր վիճակը ընկերներ բարդ է եկեք նայեցեք ինչ վիճակի մեջ ենք այսինքն մենք չենք կրնար նույն խոս օքեյ գաս կնամ որ ցեղասպանության թեման մարդ կհավաք է ապրիլ 24-ը մարտոց սիրդին գխոսի արդեն պատասխանները գուդաս կորտուն սա գծավին գուլան բայց ածեվով մենք բեդություն չենք կրնար բա ճիշտ ես համաձայն եմ այսինքն հիմա նոր սերունդին ինչ պիտի ցնանես այո այդ ցեղասպանությունը Այդ դոկտրինը մեզի հայ բահեց, բայց հիմա այլևս մենք պետք է փոխենք մեր զենքերը։ Բայց ինքը նոր սերունդն ալ ուրիշ մոդեցումներ ունի հարցերում։ Այսինքն ես քրոջ զավակներն հետ կզրուցեմ։ Ինչ կսեն օրինակ։ Դաժե քեզի լսել։ Իրապաշտ են, իրենք բանջադեր են, գուզեն մեր իրավունքներուն դեր կանգնել, բայց նախ պետք է զորանաս, չէ՞։ Բայց միան ապրիլ 24-ի օրը ապրելով դիկրան ինչպես պետք է ամեն օր զորանաս բայց սպիրկի զորացումն ալ բան չփոխեր հարցը ես ադիգա դիտեմ որ մեզ համար հիմնականը պետք է Հայաստանի զորացում Հայաստանի զորացումն շատ երկար ժամանակ կուսե իրապաշտ պետք է լա պետք է Թուրքիան դգարանա եւ Հայաստանը կոնե 30 տարի զորանա այսինքն ուրիշ միայն աշխատի ադուղությամբ որը դժվար է հիմա գտեստեմ ասինք օրինակ ցնցող էր բայց նորեն շատ ցնցող չէր 100%-անոց ես կգարձեի բիտլարվի ժողովուրդը այդպես կաֆեներն են ռեստորաններ ընդհանրակը զեխության այսպես անօգության վիճակները նաեւ ադիգա բամը գնեն որ իրենք switch off գնեն որ չի հիշեն ածա իբրտե բայց ադիավել խայդարակ վիճակներու գտանի որ ծիծաղելիության գտանի պիտի ապրին չես կրնա պիտի ապրին բայց ոչ թե ես ալ առաջին դարին որ կինի բան եղավ ֆեստիվալ եղավ նգարը դրի հիմա սկիշեմ որ մեղատրեցի մարդկանց չես կրնար մեղատրել ես անոց չեմ մեղատրել ես արուստ խավը կմեղատրեմ որոնց արմատներ սավոք սովետ միության ամբողջ վերնախավին արմատները աբորինի աղբյուր ունի հարստության որ անոնք ասոցիացիոնը իդ շարունակեցին անոնք պետք է պատերազմեն վերջ ուրիշ վարկ ցուցաբերեին եւ իշխանություններն ա թույլ կգտնվին որ աս հարցը որովհետեւ եթե բիդլեցնես բյուջե այլևս կորձի անցիր այսինքն աս լոզունգներն են որ պերես աս օվենաս օլիգարխիա այսինքն հոգնեցուցին կպավի այլևս տեսանք եւ հետո սպիրկը Բادرազմեն վերջ ինչքան ալ հիմա Փաշինյանին գավնին չենավնիր գավեն չենավեր բայց սպիրկը այլևս հավատքը գործընծուցած է ատալսեմ քեզի ես շփում տոնակի դես ադի բարդվածության հետևանքն է բարդվածության հետևանքն եւ անշուշտ հաստատություն կա հարելի հաստատություն կա սպիրկը այլևս $1 չի նվիրեր Հայաստանի այսինքն հեղափոխությունը ցախողած է Հայաստանի մեջ հեղափոխությունը սպիրկի համար ցախողած է որտեղ հեղափոխությունը բարդության հետ առնչվեցավ ադի ցամալի գավեցին
եթե բادرազմ չլար հեղափոխությունը գահաճող էր ցավալիորեն աս երկության մեջ է, բայց հագարակ անոր Հայաստանի ժողովուրդը մեր իշխանությունները գարձես չի մտածեցին, որ պետք է աս բادرազմեն ամեն ինչն էլ խուսափելու համար։ Ընդհանրապես ավելի արեցին կամ չէին գիտեր որ ուր գմտնեն գոր, հիմա թաշկ մգմտնես չես գիտեր, ամեն ագան է, այսինքն մեկ հատ գբայտի, օքեյ, գսես կրնամ շարունակել, հաջորդը, երրորդը, չորրորդը, մինչև որ այո խաղաղություն կար, բայց անխուսափելի էր։ Ուշ կամ բանուխ դիլլար։ Օրինակ 2025 լար, դիլլար 2025-ին։ Աս մարտեսերը իմ երազս Ալիևը սերը չէ, որ իմ երազս բادرազմն էր։ Նա իր քոյության իմաստը ադորում է։ Ռեզոն դատ որ գսեն, կադոր համար եկած է։ Ինչ կապ ունի Փաշինյանն է դիմաց, Մոնտենը լար դիմացը կամ Վասկեն Սարգսյանն էլ բիդ հաղթեր։ Եմի մորնար կբادرաստվեր գոր, իսկ մենք ինչ կնեինք։ That's the question։ Հա, պապանակ չի գար մեջտեղը։ Այդ փուչ բաները գային, որ ելավ Սարգսյան Սերժը գիշեր մշակութային համալիր ներս կմտնի չէր։ Ես եւ տուն չէինք խապվար, բայց Պաշտոնականը մենք խապվեցավ, կանտավարվեցավ, չէ, հայտնի էր ադիք, սեն Գոջագը Մոսկվա է, սին չէ, Գոջագը Մոսկվա է, Իսկենդեր։ Չէ, զենքը օսե, բայց ինչպես պիտի գրագես միան ռուս։ Բայց մոտավոր ճիշտ էր ասածնից, որովհետև չի բայտավալ, հայտնի էր։ Իրեն զենքերուն հայտնի է ինչքանի դոգոսը կբայտի Ուկրաինայի մեջ։ Իրենք ուրիշ գաղափարախոսություն ունին զենքի արտադրության կամ զենքի ասին իրենք մեզ խապեցին գարձիկով։ Հայտնի է։ Հայտնի չէ։ Հացորոշ։ Հայտնի չէ։ Եկեք անգերց խոսենք։ Այս առումով հույս ունիս որ Հայաստանը անգերց դաշնագից մգոնենա ի դիմաց Միացյալ Նահանգներու։ Եթե Հայաստանը ոչ իբրև հայ առնես իր քարտեսով, Էջը կպած դարձնես, սկսես որ ասի, lost case կսենանք։ Ուֆ, Ղարաբաղով ալ lost case։ Բայց իբրև հայ միշտ լուծումներու մասին գուզես մտածել, չէ՞, փրկարարական։ Հատ հույսը ունիս, օրինակ դու Հայաստան ապրիլը փրկարարական գործ է, գիտես, առաջին օրեն որ մենք եկած ենք, ոչ թե ասի ժողովրդական առումով մենք մոնատ կնենք կամ, բայց Հայաստան երբ որ բիդաբրիս, պիտի զողություն գա արծի։ Այո, բայց Հայաստանը գրնա Ամերիկայի պես դաշնագից ունենալ։ Ոչ կարճ կտրված, ոչ մոտ, ոչ մոտագավորերում։ Որտեվ բիտկետուն նախ դու քեզի արտարացնես, որ դաշնագիցդ կա եւ գողքդ կանգնի։ Ռուսիան մեզ մե ավելի օգտվավ, քան թե մենք Ռուսիային, աս բոլոր 30 տարվա մեջ ստակ էր այդ, որտեվ ինքը շահեցավ մեզի për դաշնագից բայելով սուտ, Ադրբեջանին զենք ծախելով Եվ տնտեսականորեն վերջին իրեն բաժամիջոցները մեջ ավոր ոսկի ծախելով է կօգտվի գոր։ Դագավին օգտվի գոր։ Դագավին ով է մեր տաշնագիցը դժվար է ասել, բայց գարձեմ աս հագասական շիզոֆրենիկ կոչված վիճակը Հայաստանին աս խարխափող պիտի շարունակվի, մինչև որ համացանակիր կընկվի Ադրբեջանի եւ Թուրքիո հետ վերջնականապես։ Եկեք անգերց խոսենք։ Քիչ մկու անձնական հետ խոսենք, Տիգրան, վիդեոզեի գիտնալ ինչ են ծրագիրները, հիմա ինչ գործունեության մեջ ես, գիտեմ որ քիչ մը լրակրություն գնես, քիչ մը արևդուր գնե, արևդրական ոլորտի մեջ ես, բայց ինչ են մեծ երազները ինչ են, որպես Տիգրան Կապոյան։ Ինչպես բոլոր արևելքցիները ամեն բան գնենք, չէ՞։ Բիկել արես ելնա արես ասենք, չէ՞ արաբերենով։ Լրատվությունը պատահական ստացվեց, այլ կշարունակեմ գոր։ Անշուշտ մեզի բրգություն եղած է լրատվությունը, լուր կրել։ Ինչ իմաստով։ Դե ապրոստի առումով բաժին մնա, չէ, մեր կյանքը։ Ավելի ուրիշ բանաստեղծության գալի քիրկը, եթե կալդարի։ Գազրակիրը կալդարի բավակված գործեր կան։ Ասոնք են հիմնականները։ Լրատվականը կշարունակվի գոր, մշակութային գործունեություն կա։ Քիրք մգտարկմանեմ որ արաբերեն գալի հրադարակվի Դամասկոս։ Իսկ շփումներ Հայաստանի մեջ քրական միջավայրի մեջ նորեն նույն բանին մի դեր։ Չէ, նույնը սկզբնավորության կացինք, շատ չի կան, անհատական շփումներ են։ Հիմա Հայաստան տունակ դες իրենք մի քանի դեղեր ունին, երդասարտական իրենց շղբաներ։ Օրինակ վերջերս զարգացոր բան եղավ։ Զարգացոր հավաք ինչու ներկա չեղար։ Արես երդասարտ չենք։ Արես երդասարտ չենք։ Բայց ուրիշ մարդիկ կային, որ ջերմակ մազերով էին, այսինքն անոնք ուրիշ չափանիշով երդասարտ են, forever young, դի ամեզի, բայց գան երդասարտական դեղեր, չեմ գիտեր, հավաք օրինակ
ժամանակին քրեթեր տգար Այո շրջանակում ուներ Գուրգեն Խանջյանին ողջուններ ինքը հիմնադրած է Տունալ on the basis կարծեմ Դե բացեմ երդասարտական ասենք շարժումներ կային հիմա չեմ տեսնել գոր Մեջը դա երանտը գա քրողները կովկովի հավաքելու կամ ընկերներով հատ Ես մենք տարբեր փորձառություններ ունեցանք Հալեբի մեջ ալ տուն ունեցար որոշ շփումներ Բեյրութի մեջ քրական խմբակներ այսօր ճունինգ at էնտուզիաստ երանտը չի մնաց կարծես Ես հագարակ կոմեն եկա համեստապար երբ որ հաջողությունք at բանաստեղծական երեկոներ աստեղ դեղացի արևելահայ քրողներ ալ կանչեցին Արամ Փաչյանը եկավ գարտած օրինակ Հարենցը Էրմինե շատ կային Արպի Ոսկանյանը եկան Սպիրկահայ քրողներով հետ չշփվիր հոստ որ գայցել են գիտես խումբը սպիրկահայեր կան որ աստեղ պարկը մուրան հարկանքս բոլորին այսինքն գուզեն երևիլ իրենց քիրկը ներկայացնել բայց անոնց այդ քեմիստրիմը չի գրծանք ունենալ դիկրան չեմ դեր ես ալ միշտ հերու կփորձեմ մնալ Գանտեր ես չեմ տեսել որ շատ հադուկ են կան չէ Ուրիշությունը մեդալ մը գուտա հավաք մը գնի Չէ ուրիշ ոլորտ ուրիշ զոնն է Ինչ զոն է այսինքն քրագանություն չէ Չեմ կարծեր չէ Բայց կա երևույթը Գաթեր արտերը այդ կոմունիստները մնացած երևույթ Բեյրութի մեջ ալ գար միշտ բան մը գա որ միշտ իրար բարգեվադրե իրար բաղվելով կսպաղին եւ բայց քրագանությունը հոն չէ քրագանությունը հոն չէ Անշուշտ որ հոն չէ անշուշտ Հա դե խնդիրը եւ չկարես բանալ եղավ հարթ դերմը որ քրագանությունը աբրի ադալ մեզի համար խնդիր եղավ Կամ ենք միշտ պատած սերունդին կպատկանենք, որ ուզեր ենք քրագանությունը ապրեցնել, այսինքն ապրուստի վերածել, սիմվոլներ գտնել կյանքի մեջ։ Երևանը մեզի չի դվավ, չար տարածուց մեր սպասումները։ Այո, մեր սպասումները երևս մենք ուրջացված էին։ Ուրջացված։ Երևանի մեջ սպիրկը ապրեցանք, սպիրկի մեջ Հայաստանը պնդրեցինք։ Հայաստան շատ պնդրեցինք սպիրկի մեջ։ Դարաբեցանք Հայաստանով։ Հայաստան։ Գմերնենք միան Հայաստան երթա։ Ճիշտ է, միան Հայաստան դարեք ինձի։ Բայց դեր մեր մեջը գա, չէ, այդ սրբատասված Հայաստանը, ասպես Հայաստանը որ դեղը պիտի ելնա, բայց ինքը պիտի չլա։ Բայց այդ երազը պիտի ելնա, Հայաստանի երազը պիտի ելնա։ Ադի ապրեցնող է քիշմը, բայց դեղ մնալ խափող է, շատ խափ։ Եգուրալ իրականությունը ասենք, հիմա եթե բացակայից քիչ բնավ չես կարոտնա։ Կարոտնամ անշուշտ։ Ես անգերձորեն, եկած ենք անգերձ խոսելու։ Քաղաքացի ենք, ես ինքս կամ, այսինքն դուրս հանձնարարություն կսկամ, երբ որ երկրեն դուրս եմ, ուզեմ երկիրը ներկայացնել։ Քաղաքացիական իմաստով, հա։ Գսկաս ինչ որ գաբը, չէ, ադիգա շատ լավ է։ Գաբ հանձնարարությունը, գաբը։ Սենք երրորդ օրն է իր Լոս Անջելեսը էր Tunqueze a Yerevan lar imagiçnei kiçmı kalei paradera toke pançunus մենք իմ բարակայից դիկրան գուզեմասիգա գիսել էդ երբեք ջնշվածությունը չսկացի ոչ քաղաքական ոչ կրոնական հոս իդար պերչուն օրինակ Բեյրութ դարբեր սլակներ կային որ ես ջնշված կլա օրինակ արդու երբ որ խանութս կպանայի հանգարց գիշեի որ աս երկրի մեջ Գաբրի մեկը որուն անունը ինչ գիտեմ Հասան Նասրալլա է եւ ադ Հագարակ որ ժխտական չէի այդ մարդուն անտե, բայց ուրիշ ալիքներ կային, որ գսկայ որ իմս չեն, աստեղ ինձի խանկարող բաներ չի կան, խանկարող ծայներ չի կան, օրինակ չեմ չղայնանար մամլու ասուլիսմը գուդագոր քաղաքական գործիչ, չեմ փոխեր, մեջս anger չի գա, ադիգա նաև ինձի խանկարեց, որ ես բանաստեղծություն շատ չի կրեմ, շատ քիչ կրեմ, ես կարծեմ երկու բան կա Հայաստանի մեջ, Հայաստանի մեջ ադելություն եւ մաղձը բարձր է շատ Բայց նույն ժամանակ կարծիքի ազատություն կա։ Եվ հեղափոխությունը շատ բան փոխեց, ադալ, ուզենք պետք է խոսել։ Տրագանի իմաստով։ Հա, տրագանի իմաստով։ Շատ բան փոխեց։ Առաջ մարդիկ ավելի վախի մեջ էին։ Ջնշված էին։ Ավելի ԽԾԲ-գար, ավելի մաֆիոզական էր, ավելի օլիգարխիական էր, Հիմա քիչ ավելի ախպերական էր, հիմա քիչ մորենստրական թաշտ եւ գնաց։ Ախպերս արի էս հարցը լուծենք եւ այլն։ Ախպերականը, այսինքն մաֆիոզականն է, քողականը բան եղավ։ Փոխվեցավ, այսինքն։ Պոլիսը օրինակ լավաց, ադ երգերը որ պոլիսը կզարկանա, սկա որտուն երգերը գարաշտի մեկ որ։ Դի ցուցանիշները մեկն։ Հա, արեմուտքը այդպես զարգանց, օրինապահությունը։ Բայց ադոր գողքին դեր չէ տոտապված ադելությունը, մաղձը անանտուրժողությունը դե Հայաստանի մեջ մնացել է քիչ մը շատ ցավալ բادرազմի ջնշումով ասենք բոլորը գադեն բոլորը իրար մեջ դաշնամի կդեսնեն բոլորը մեղավոր կփնդրեն
Բայց եթե ադի խորկային չէ, եթե քիչ մքերես դիմացինը գսկաս որ անպայման դրական բամը պիտի ելնի։ Ադիգա շատ դրական գա համարեմ ես։ Ազատական շունչը գա, հիմա ադոր գողքին ազատական առաջ չի գար։ Քոչարյանի Սերժի ժամանակ ահավոր ճնշվածություն կար։ Վախնային։ Դու սկացած ես։ Ես Սերժի ադեն Սերժ Սարգսյանի օրերուն չեմ սկացած այդ ճնշվածությունը։ Հաղարակ որ շատ կխոսին ադոր մասին, կամ չեմ գիտեր։ Չէ գար, իմ ագվնե ավելի էր։ Հետո փուջ հայրենասիրական բանի դա գար այդ ճնշվածությունը։ Չես կնար խոսի ոչ մի տիզականը եւ այլն։ Դոնական հայրենասիրություն ես կոչեմ։ Դիվտանկավոր էր շատ, այդ ամբերն էին, ինչպես քիչ առաջ ասինք, հոս աստուծին մեզի։ Անգերց խոսենք։ Վերադառնանք ու Հալեբից այսօր այդ Հալեբեն ինչ մնաց դիքրանք գիտեմ որ ցավցնող հարց մնե եւ վստահ եմ որ ասմասը շատ պիտի դիտեն մեր ագընտիրները որովհետեւ մեր նաեւ այս հաղորդումներում մեջ միշտ մեր ծննդավայրերը դեղ ունին եւ մանավանդ Հալեբը շատ թարն եւ դխուր Բերութն ալա սևորեր են անցած, բայց հիմա Հալեբը դեր գենտանի է եւ դուք որպես Հալեբայեր աբրեցակ այդ ամբողջ ողբերգությունը ինչ մնաց մեջը Հալեբեն։ Այդ շատ հետաքրքրական է, որ ես Հալեբին կապված անցմը չէի, ես Հալեբին կփախեի միշտ, շատ չէի սիրել Հալեբը։ Պախուստ կուդայի Հալեբը ինձ նեղացնող էր շատ հարցերով։ Ինչու գալածեին։ Չէ, հալածանք չէ, բայց իսլամական էր։ Ասենք մշակույթը արաբական, մուսլիմանական մշակույթ էր, որը հարկելի է։ Հագարակ որ ռեժիմը, այսինքն ամեն ինչ կներ, որ ադանք չի իբր։ Այդ Դամասկոս ուրիշ էր օրինակ։ Դամասկոս ավելի կսիրեի ես։ Բայց չէի գնա փոխադրվել։ Բեյրութ ավելի կսիրեի։ Ոչ թե սիրելու իմաստով, նաև կորձերդ եւ այլն։ Կորձերու իմաստով կապ։ Բայց հագա քեզի տուրեգան չէր, այդ իսլամական ֆոնը։ Բայց Հալեբի հետ կապս ուրիշ շատ հետաքրքրական բան ապրեցավ, որ երբ որ 6 տարի չի եկած Հալեբ 2017-ի վերջն էր որ այցելեցի ավելի սիրեցի Հալեբը սկսա Հալեբին կապվել ասենք կտարադությունը մեջ սարտնցավ խղճահարությունը Հալեբ շատ դժվար էր շատ երկու կրեցի ադորմասին շատ երկու թե կերարվեստական թե օկեպանական թե երկու չեն նույնիսկ երեք թե ընկերապանական աս երրորդությունը մեջս մեծ ասենք չսեմ ցավ բայց ցնցումը առաջացուց սա Հալեբին խղճալ Հալեբ փնդրել իր ավերակ գերտայա դին տաղերը գտարնայի գայտնապերի նորեն պերտը աշուտ վերագանքնելով իշադակներ իբր թե բادرազմը վերջացեր էր 2017-10 պիտի վերագառուցվեր չեղավ այդ բանը արդեն ինչ բաների անցավ Հալեբը բայց վերը հայտնապերեցի Հալեբը ամեն ինչով եւ այդ վերարժևումս իմ ոչ թե խղճի խայտ ապրեցա որ շատ չէի սիրել Հալեբը այդ վիճակը այդ էր գնաց անցավ բայց ինձ համար հաճելի էր ասնոր սկացումներն ալ որոնցով մինչեւ հիմա դեռ դարված եմ այդ սկացումը հիմա Հալեբ կգարոտնամ որ շատ Հալեբի անտեպ գարոտ մգա իրաս վիճակով հա քրած եմ երկար արևել կարեմուտք քիդնալով անտես որ ինչքան դժվար է այսօր այո շատ դժվար է ապրելը բայց մարդկային ալ խնդիրը մեջդ կառաջացնե որ մարտապանությունը չէ որ հիմքն է ամեն ինչին մարդոց կգապվի սկոր մարդոց վիճակները առաջ Հալեբ քիչ մը ցոպացեր էր շրջանը շփացած էր ցոպացեր էր տասակարգ մի եղած էր որ բանաստեղծություն մգրնաս գրել շփացած Հալեբը հիմա է շփացած Երևանը պետք է շփացած Երևանն ալ պետք է գրվի որը չի ուզեր որը քեզի այսպես կամ այնպես ուրալ երթաս Ադի վանողական այդ շփացածությունը գեղձ է ամենտեղ գեղձ է այդ շփացածությունը մանավանդ որ թոթապած գետրոններ կան այդ շփացածության քեզի որ ցուցանիշ են Մոնտրեալը որ այցելեցի շատ բան փոխեց մեջս ինչ արումով դպրոց է ակադեմիա է Մոնտրեալը մարդկային ազնվության, քաղաքավարության ինչքան արժև է շատ արժև է ամեն ինչով քեզի գուզես միանալ այդ վիճակներում հագարակ չես կրնալ մասնագից որտե մարդ էսի վերջո մարդը է նախ չէ՞ ասեն մարդը մարդ է վերջո ուրիշ բան չէ մենք կարոտ ենք այդ բաներուն ալ արևելքը կարոտ է Հայաստանը մեջ է լալով միջին արևելքն ալ այդ բաներեն գդարաբեր սկիզբեն Անգերց խոսենք
Սուրիո աբական, Հալեբի աբական գուզեք էզի մտածես բնավ Չեմ Հույս գիտեր, մգունենաս որ օրը գվերաթարնաս կամ Ադի դժվար արծ է սա, չեմ գարձեր։ Հիմա օր-օրին մենք գնայինք Գոր Հալեբին։ հերուն չենք Երուն չենք ուզեր Գոր ասան կարդալ։ Շատ վարգածներ, շատ հավանականություններ կա, ինչ պիտի լա, ինչ պիտի չի լա։ Թուրքիոյից միանա, պիտի Սուրիան մասնադվի, զատնա, Քյուրդիստանին եթե լանը միանա։ Տարբեր են, շատ տարբեր ուղղություններ են։ Բայց Հալեբը որ մեծ քաղաք է, հարուստ քաղաք է, հինամ մշակույթ ունի, այսինքն շատ յուրահատկություններ ունի, ադի անհերք է։ Դալիք ունի մարդկության Ադի մեծ հարց է։ Ադի արևելքին գերտաս որ եթե ճունիս դալիք մարդկության գործվիր աշխարհեն։ Այ վայության գսե այդպես։ Օ մեծ խոսք է ադի։ Իր հայտնի բանաստեղծությունները մեկն է։ Բայց գիտես որ գրնալալ 4-5 միլիարդ ինչ միլիարդ ազգ ես գսե որ գքանիս տունք ու սերմետ սիրտը տրած ճասկային աջուրտի լալգան եւ ինչ ունիս եթե դալիք ճունիս աշխարհին ալգորսվե Այո Հալեբը դալիք ունի Չեմ գիտեր Բայց բոլոր արևելքը գարձես դալիք չլալու չունենալու վիճակներու մեջ է աս խարխապումը աս պատերազմները անվերջանալի չի վերջանալի արեմուտքին ինչքանա չի հավնինք Եղմը նվաջերը հասեր է դալիքներուն դալիքը դվեր է լևելիմը վրա է դալիքներուն դալիքը դվեր է հիմա սա այդպես ուրիշ անկրվան այլևս գիտեք որ առանց պատերազմի գրնալ լուծել խնդիրները մերձավոր արևելքի հալը արեմուտքը մեջը գինա Սինգապուրը Ճապոնը նոր Դուբայը նոր արեմուտքը որոնց բոլորին գծկտի որոնց կծկտին բոլորը ճիշտ է հիմա օրինակ Սինգապուրի մոդելը մենք Հայաստանը չի ծկտիր ամեն մարդ Ադրբեջանը լա Գագարագորտը բանը Թուրքիանը լա ամեն Բարսկաստանը իր ամբողջ ձևապաշտությամբ մարդկային դակավին աս երկիրները որ նշեցիր մարդկային արժանավատությունը խոցելի է որովհետև համագարկը չօգներ որ մարդը լիարժեք հասկնա թիմացի մարդուն եւ իրապես գամեցողը լա եւ իրապես տրագանը լա լավ բանը սիր միշտ ասնյութը գտարնա եւ շատ կարեւոր է տուն գամբիտ հավատաց մարդկային քաղաքարտություն գա կամ չի գա այսինքն եթե տուն հավատացած ես որ բարսիկները աս խաղերում մեջ են որ չի գա արեմուտքը չի գա չէ մենք ենք ճիշտը ռուսերն ալ հիմա ունին այդ հավատքը իբր թե բայց սուտ է հայտնի է տակը է Եթե մարդկային քաղաքարտություն կա, արևմտյան քաղաքարտություն կա, ուզենք կամ չուզենք, հռոմեականը կար, բյուզանդականը կար, եւ շարունակվեցավ։ Այդ քաղաքարտությունը եթե դու չես ընդունիր, ուրեմն դու ընդունես ուրիշ բան, ցանկը չես ընդունիր։ Այդ քաղաքարտությունը նախ եւ առաջ ինչքան ալ գայբանեն գարտարածներ իրենց քողություն իրենց ցանկի անձնական հարաբերություններում մեջ ավազագությունը քողությունը գեղձիկը խապեպայություն որ Հայաստանն ալ համատարած է ինչեւ հիմա հա երբ որ ադով գարտարածներ չէ իրենք քաղաքոտադեր են ուրեմն մենք պետք է այդպես ունենք ուրեմն տուն չես գնար պետությունը ստեղծել իրենք պետությունները ստեղծել են չէ Շատ գայուն, շատ համագարկս եւ իրենց քաղաքացին է, քաղաքացին արդարություն ապահովելը արժեք ունի եւ բոլորս կցկտին քոն, ինչու համար որ երկրի միան հարկված երկրի քաղաքացիները արժեք ունին, այն իմաստով որ ամերիկացի եթե խնդրի մեջ է, ասենք Սենեգալի մեջ իր պետությունը գերտա եւ դեր կգանքի։ Եվ քու անգերց խոսինքն է, չէ, ծրակիրիտ։ Այո։ Այս բոլոր արևելքը Սդախոսի ամենը, որովհետև առաջին առիթով կուզեն երթալ ապրիլ, Շվեյցարիա ապրիլ, Սկանդինավիա ապրիլ, Կանադա ապրիլ, Ադի անհատական ուրեմն ինքնախապեյություն է, չէ, շոկորտություն է։ Գրնան երթալ Մոսկվա ապրիլ, գրնան տան Պեկին ապրիլ, գրնան երթալ Հյուսիսային Կորեա միասինս։ Անգարելի է։ Այսինքն գդենչանք մենք բոլորս դեղը։ Ադորամար շատ կարևոր է աս մենք ծերպազան իբր հայալ աս հայկական իրականության մեջ ալս գեղձիկը որ կա աս երևակայական իրականությունը որ մենք մեզի գուրախացնենք կցկտի այլևս սպարեցավ մանավանդ բարդութեն են վերջ չախչախվեցավ կփավե այլևս նոր իրականությամբ պետք է հավատանք եւ արեմուտքը ունի իր նվաճումների մանավանդ անհատական քաղաքացիական իրավունքներով հավասարությամբ արդարությամբ պետք է որ ցկտիլ օրենքներն ալ հոնդանիր եւ Հայաստանը կուզե Եվրոմիության անդամ դառնա կուզե կամ չուզեր կուզե եթե իրեն բարգեւի ադարիտ ով գմերժի չէ հադե ցուցանիշ
Եթե Եվրոմիությունը ասե Եգուր անդամ եղիր։ Եգուր հիմա ինչպես ոչ կսե։ Վազելով։ Ադե չափանիշ։ Ուրիշ չափանիշ չի գա, ուսի գեղձիկ է, սուտ է։ Կոնե մոդեցած լաս այդ եվրոպական արժեքը։ Հիմա ճուզեր քեզի, որտեվ չես մոդեցած, որտեվ ուրիշ մագարտակ ես, ասիական մագարտակ ես, դեր օրենսդրություն չունիս, ոստիկանությունը չգայացած եւ։ Չափանիշ է, ուզես կամ չուզես։ Ասերս ադես։ Եկեք անգերց խոսենք։ Սպիրկի հայության համար սպիրկի հայությունը ինչ գիտես 60-ականներուն, 70-ականներուն գլխավոր օրագարկը ցեղասպանության ճանաչումն է։ Հետո անգե իդ Արցախի բادرազմը երկրաշարժի հոլովույթը Հայաստանը լավ պետություն դարձնելու երազը այսօր ինչ է սպիրկի ուզածը ի վերջո։ Բարոն սպիրկ, եթե հարց տանք։ Ես չեմ պատասխան չունիմ սակո, ես էլ չեմ գիտել։ Ես ալ այդ որոնումներու մեջ եմ։ Ես այսպես կամ այնպես ինչքանալ հայաստանցի գրնամ գոչվիլ, բայց սպիրկը հայ եմ, օրվա վերջը ինչպես կսեն։ Չունիմ ես պատասխան, որովհետև սպիրկը շատ զավալուն հասկացողություն է։ Լոս Անջելեսի սպիրկը որ տեսա, բոլորը են ինչ կուզեն օրինակ։ Ուրիշ բաներ բացա։ Լոս Անջելեսի սպիրկը հիմա հայաստանյան սպիրկն ալգա մեջ է, մտածե։ Հագարակ օրգանիկ է։ Անգերձ է այդ միացուլում չէ անգերձ չէ ադիվից է հագարակ անգերձ չէ առանցին է բայց ադալը սպիրկի թիմակից մգուզե գոր վարզել որը չի աճողվիր գոր ինչ է ուզածը հագա Փաշինյանականությունն է հագա խաղաղությունն է հագա թրքականությունն է հայտնի չէ այսին որոնումներու փուլմն է այսին տուն որպես հայ գրող հայ բանաստեղծ որոնման մեջ ես ինչպես հայ ժողովուրդը գարձեմ տունալ Մենք բոլորս որտեվ այս եւ ինչպես ասիր երկու անգամ նշեցիր as turning point-ը մեր մեջ դերևս լավ է բادرազմի հետևանքն է այսինքն մենք ինքնության խնդիր գտնենք մեծ հաստատություններ այո ճիշտ շնորհակալ եմ անգեր ձեր նախանավարտել ես մեր հավատրողին բանով առաջարկով շնորհակալ եք ավելի վակնին արագ 5 հարցեր դիկրան արագ պատասխան գանգալ եմ ամենալավ երաժիշտը կամ երաժշտական գդորը Դիկրան Կապոյանին համար որ ժանրի որևէ ժանր քու փամոր սիրդիդ կխոսի ամենը մեկ գործ շատեր չեն պաս կանցնեն չեն ուզեր շատեր մի քանի հատ գտվեն գուզեմ որ անգերձ լավ you too one love շատ կսիրել քրեցի ես լսեմ ամենալավ քիրկը կամ հեղինակը չմոռնամ աստեղ անգերձության համար ասեմ որ ես Դիկրան Կապոյանեն առաջին անգամ լսա Եղիշե Չարենցի անունը եւ գեղեցիկ քիրկ մը նվիրած ես շնորհակալ եմ անոր համար որովհետեւ մեր միջավայրի մեջ Չարենցը այո մեգը չէր գարելու համար փոխվեցավ ճաշակը հարագաս ռոքի ճաշակը չփոխվեցավ ով է քիր կամ քրագանություն Հիմա ես Ալբերտ Կամի շատ կսիրեմ որ ասեն ճանդախտը իմ փոքր դվոս սիրած հեղինակ Բոյագավ է ամենալավ ֆիլմը Դիկրան Կապոյանի ամենաֆիլմը ես ամենաֆիլմը լավ է Leonardo DiCaprio Wolf of Wall Street At megat պատկերմը գադի շատ ցնցեր է ինձ որ դա կապիտալիզմի հագարակ Նյու Յորքը միան կապիտալիզմ չէ բայց ադի ուրիշ երգանիտ է հետ Նյու Յորքյան ադի հետ արծազրույց ամենալավ ուդելիքը Դիկրանին համար գիտեմ այո մածնով քիֆտա ուրիշները լսած են եւ ամենահայը եթե ինձի հարցնես ով է հայը ես միշտ պատասխանը նույնն է ով է Ինձի համար շալազնավուրն է ամենահայը ամեն կողմ չեմ մտածած ես չեմ մտածած տաղանդով մեծությամբ նվիրվածությամբ հայրենիքի սերով հիմա բիտ մտածեմ ժամանակ պիտարն է ժամանակ արագ անունը մեկը չկար մի Աբրոխչյանը մեռած մեռած է ավերժական է չէ մեռած մենահայը մեկը որ define գնե քու ազգային ընկալումներ իր մեջն են օրինակ 2000-ականներուն եթե հարցնեիր Ես կսեի Վասկեն Սարգսյան Վասկեն կամ Մոնտե Մելքոնյանը կամ Վասկեն ավելի դվավորած էր ինձ բայց քեզի համար մամաս մայրդ լավ էր Վերդան Լուիսն է մայրս սպագեցինք մեր հաղորդումը շնորհակալություն Դիկրան մեր ագնտիրներուն հիշեցնեմ որ այսօր եկեք անգերց խոսինքը բանաստեղծ գրող հրաբարակախոս
Դիկրան Կապոյանի հետ էր, նաև հորտորս ցեզի արկելի ագնտիններ հետևիլ մեզի մեր հարթակներուն լայք սեղմել, մեկնաբանել, դարաձել մեր դեսանյութերը այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընցես